Նախ շնորհակալություն խմբակցությանը այս քննարկումը կազմակերպելու համար եւ Տիկին Ավանեսյան ձեզ, որ արդեն երրորդ անգամ, որ լսարանի հետ համբերատար մեկնաբանում եք եւ բարձրաբանում բոլոր հարցերը, որովհետեւ երբեմն թվում է թե ամեն ինչ շատ բարձ է, մարդը այդ կատեգորիայի է, տարիքային խմբի մեջ է, բայց առաջին քայլը անելը, որպեսզի ստանա այդ բուժ ծառայությունը, չգիտի որտեղից սկսել։ Այդ որտեղից սկսելը, չնայած դուք ձեր խոսքում բարձրաբանեցիք, բայց հաշվի առնելով, որ առաջի խմբի մեջ մտան 65+ անձինք, որոնք հատկապես անհարմարություն են զգում տեխնիկայի հետ աշխատելուց եւ այսպիսի մի հարց են ինձ ուղղել, եթե ես Արմեդ համակարգ չեմ քաշել եւ չգիտեմ ինչպես պիտի դա անեմ, իհարկե մեծ դժվարություն չի, բայց ամեն դեպքում եւ հանկարծ ցակեց բուժօգնություն ստանալու անհրաժեշտություն։ Արդյոք կհրաժարվեն ինձ այդ ծառայությունը մատուցել, որովհետեւ Արմեդ համակարգը ինձ չի ճանաչում, քաղաքացու մտահոգությունն է, եւ եթե դիմեմ բուժ ծառայություն, ապա որը կլինի իմ գործողությունները, որովհետեւ ես Արմեդ չունեի։ Սա մեկ, մյուսը ուզում եմ, որ գոհունակությունս իսկապես հայտնել, որովհետև հենց առաջի փուլում շահառուների այդ մեծ խմբին են ոչ միայն սոցիալաջակցության խումբը, բայց նաև 65+ եւ ուրեմն հաշմանդամություն խումբ ունեցող անձինք, երբ որ ներգրավում են պետության աջակցությամբ, լիարժեք աջակցությամբ, այստեղ սոցիալական մեծ խնդիր է լուծվում, որովհետև դուք գիտեք, որ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը մեծ խնդիրներ առաջացնում, հատկապես կոռուպցիոն ռիսկերի առումով, որովհետև մարդիկ փորձում էին միշտ ունենալ հաշմանդամությունը վատ բան է այն առումով, որ իզուր սահմանափակում են դնում իրենց ֆունկցիոնալության, բայց որպեսզի ունենային հասանելիություն առողջապահությանը։ Այս դեպքում մենք այդ անհարկի զեղծարարություններից էլ կխուսափենք եւ շատ լավ է, որ համակարգը ամեն դեպքում ներդրվեց հունվարի 1-ից, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս եւ քայլ առ քայլ ես կարծում եմ, որ մինչեւ մեր այդ երամիա ժամկետու ավարտը մենք ամբողջ բնակչության արդեն կունենանք ներգրաված։ Շնորհակալ եմ։ Պարոն Տիգրանյան, ներողություն կներեք։ Այո։ Տիկին Տիգրանյան ջան, կներեք։ Ուրեմն ուզում եմ ասել, որ Արմեդ հավելվածը ունենալը եւ նաեւ մեր թվային գրագիտությունը բարձրացնելը կարծում եմ շատ կարեւոր է եւ ես տեղյակ եմ, որ մեր գործընկերները աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության նաեւ որոշակի ծրագրեր են մշակում այդ թվային գրագիտությունը նաեւ ավագ սերնդի մոտ աջակցելու, որ կարողանան, որովհետեւ ըստ էության այսօր ծառայություններին հասանելիությունը մեծապես կախված է հենց այս տեխնոլոգիաներին տիրապետելու հմտություններից եւ ես ձեզ ասեմ, ես էլ որ պոլիկլինիկաներում շրջում էի եւ շփվում եմ, խոսում եմ մեր քաղաքացիների հետ, ավագ սերնդի, ինձ թվում է, որ պիտի շատ դժգոհ եմ, որ այս հեռախոսների բայց շատ զարմանալի է, որ մի ստվար զանգված շատ հեշտությամբ լավ կարողանում էր գտնել, ինձ ցույց են տալի ոնց բացել եւ այլն, այնպես որ այո, պետք չի, այո, չենք թերագնահատում եւ սա էլ խթան է, այո, ամեն համակարգը մի խթան է ստեղծում, որ մարդը միշտ իր հմտությունները զարգացնի։ Բայց եթե ինչ պատճառներով Արմեդում հաստատումը պայմանների արված չէ, դա կարգավիճակի վրա չի ազդում։ Առաջին կոնտակտի բժշկական կենտրոնի հետ այդ գործողությունը կիրականացվի եւ մարդը չի զրկվի իր բուժօգնությունը ստանալու հնարավորությունից։